Շատ սպասված խինկալու խմորն են պատրաստելու, ժողովուրդ ջան, նայեք, 1 կիլո ալուրը վերցրել ենք Վիշի սորտ։ Շատ եք գրում ինչ ալուր վերցնենք, Վիշի սորտ։ Նախապես արդեն 1 կիլո նշրել ենք, զրոյացրեցինք, ուշադիր նայեք։ Այս ռեցեպտով արեք, իդեալական ձեր մոտ կստացվի 25 գրամ աղ, մի ճաշի գտալ։ Զրոյացրեցինք, մի հատ ձու։ Հավի ձու։ Մի հատ, զրոյացրեցինք։ Ուրեմն ջուր, սովորական ջուր եք վերցնում, որն դե ասում են սառոցով բանով արխային այսպես վերցրեք ջուր։ 330 գրամ, նայեք։ 330 գրամ անելու ենք այն դեպքում, այսա մի վարքյան, 330 գրամ ջուր ենք ավելացնում։ Էդի երբ որ բացելու ենք ստանոկի դեպքում, այս ստանոկով ենք բացելու։ Եթե ձեռով եք անելու, ուղղակի 100-ից 120 գրամ ջուրը ավելացրեք ու վերջ։ Ձեր մոտ կստացվի լրիվ իդեալական խինկալի։ Այս ստանոկից էլ ով կուզի անձնական գրեք, ես կասեմ որտեղից վերցնեք։ Գնացինք։ Հիմա մենք էսի ձեռով ուղղակի մշակում ենք այսպես։ Վերջ ստացել ենք այսպես բսկտված խմոր։ Որ այսպես խմոր ստանաք, չնեղվեք, այսպես է պետք է լինի։ Նայեք, վերցնում եք սովորական պակետ։ Անպայման պակետի մեջ ենք պահում խմորը։ Տեղափոխում ենք պակետի մեջ։ Ու մի 15 րոպեից սկսում ենք մշակել ստանոկով։ Նայեք, պակետից հանեցինք։ Այսպես վերցրեցինք, նայեք։ Ու գնացինք մշակել։ Հələ նայեք ինչ էլաստիկ խմոր ենք մշակել, հələ փայլում է, ուղղակի փայլում է։ Այսպես կարաք տունը պատրաստեք այս ռեցեպտով։ Ոչ մի բան չփոխեք, ինչը ասացա, այսպես կարաք անեք։ Կստանաք այսպես իդեալական խմոր։ Ինչ փայլուն խմոր է։ Այսպես կստանաք։ Եթե դուք կստանաք, ուզում եք տունը անեք, գրտնակով բացեք, 100-ից 120 գրամ ջուրը ուղղակի ավելացրեք ու վերջ։ Նույնը կստանաք։ Բայց էլաստիկ չեք ստանա։ Էլաստիկ կստանաք մենակ այս գրտնակներով, ով որ կուզի անձնական գրեք, կասեմ որտեղից վերցնեք։